Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Միացյալ Նահանգների պատվիրակությունը Հայաստանում է քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։ Պատվիրակության կազմում են պետքարտուղարության, նաև զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է փոխվարչապետը, ողջունելով հյուրերին Մհեր Գրիգորյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար, ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։ Կողմերը քննարկել և համաձայնեցրել են TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։ Մհեր Գրիգորյանը խոսել է նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժն ու հեռանկարները։ Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային անցակետերի միջև գործակցության խորացման հարցեր։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է սահմանային Նորդուզ անցակետ, հանդիպել Ջուլֆայի, Կուսակալի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավարի, նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ։ Կողմերը քննարկել են սահմանային անցակետերի միջև գործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, խոչընդոտների վերացմանը, քաղաքացիների պատշաճ սպասարկման հարցեր։ Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմագործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների։ Դեսպանը նաև նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Ազգային ժողովում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական և քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության մյուս անդամները հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակության հետ։ Հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր։ Պատվիրակությունն ավելի ուշ եղել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից։ Ազգային ժողովում 2025-ի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանցքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը, ասվում է հաղորդագրությունում։ Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, նաև աշխատանքի կազմակերպման ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր։ Բարձրացված խնդիրների կապակցությամբ դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել ժամկետներ։ Կրթության նախարարը Facebook-ում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ստացել են 3 ահազանգ ուսումնական հաստատություններում, դպրոցներում և բուհերում քաղաքական գործունեության քարոզչության կամ հակաքարոզի մասին։ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են, ով չի հասկացել, կհասկացնենք, գրել է նախարարը։ Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին ուժեղ Հայաստանին ընտրելու պայմանով։ Համայնքի մի շարք ընտրողների խոստացել կամ տվել են ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություն է հրապարակել, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Չեմ ուզում հեռացոց ավարտեմ, ապրեմ, վաղ 2-ը պետք է դինենք ժամ 2-ը շարժվենք, դինենք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ, հանրապետության հրապարակը։ Այդպես բաներ են խոսել հեռախոսով, արա։ Դո եթե ինչ ուզում են խոսում եմ հեռախոսով, կա որ կրա գանձիկ են, մաման ասեց, մաման կիմանա ինչ ասել, չեմ ուզում հեռախոսով ավարտեմ, WhatsApp-ից զանգում, ասել կզո կապ չունես։ Ես ախպեր, ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ, գալու ենք, ոչ փող ես ասել, ոչ գալու ենք քեզի քո տանդեմից վերցնեն շարժվեն։
որ իմաստ եմ ուզում ջոգեմ նոր հասկնամ։ Ախպեր մենք երաշխավորություն ունենք մամայի հետ կապված, գործի հետ կապված։ Իր մաման դե գիտի տեղյակա։ Հիմա մեզ պետք է մենք իրար աջակցենք։ Վաղ ով է գալım։ Էդի ով է այդ բանը հավաքի։ Լեռնագոգից գորը գիտես։ Ախպեր, ոչ թե ով է գալիս, ով է մասնակցում, ինձ էդի հետաքրքիր չի։ Ով է արելու։ Նարեկը Կարապետյան։ Նարեկի հետ կարում ենք ազելնի խոսանք մենք վաղ։ Հա, ուտոք, մոտենաս խոսած։ Դե դու պետք է կազմակերպես որ մոդենան։ Այդ քայլը ես կանեմ։ Քանը գնաց բանը պետը զանգեց, բանի շտաբի պետն է զանգի արմանի, զանգեց ասեց դենանք դեներից ողջ չարիք են բարձրացրել։ Մոտեստի գոյություն չունի, հիմա զանգում են հենց հաշվի նստեն էլի։ Հերասայի չի կառույցում կասած բարձրացնել էլի։ Դե բանը, բարազի քինալկյան։ Բալուս։ Բարև ձեզ։ Ես ասի քո վրա չզանգեմ, չջղայնացում էի։ Ինչ է։ Ես դու երեք մեզի ասի։ Արա հանգիստ ուղի զանգով դες բան չխոսած։ Դոլան օրաս։ Արա ասեմ, զանգով դες բան չխոսած, ոնց է զանգի։ Էսի պարյամոսում եմ հենց մի մարդիկ ընկեր մեծ այն 100,000-ով 200,000-ով փող են տալում պլյուս սամվել Կարապետյանը տել է դա 180,000-ով փող է բաժնում։ Այդի բա վիդեոն եք դա որը սարքած ռեպորտաժը վիդեո է։ Վիդեո չէ, ախպեր, ռեալ մարդկանցից ենք լսում, ախպեր, ռեալ, ժիվոյ, դեմը կայնում խոսում են, ախպեր, ու նաստով խոսում են մարդիկ։ Կարախի չի կարող, պարյամոս տվյազի մեջ է ընկեր, պարյամոս տվյազի մեջ է։ Ապրես, եկը կարճ, բայց հիմա մարդիկ ապրես, խնդրեմ մենք իրանց կողքը կայնենք։ Հա, ես իրանց կողքը կրամ 6,000 հոգով կայնեմ, եթե իրանք հենց չմի արդեն լուծում տան։ Տակի չեք ադուս գաք։ Ախպերս ես 2,000 հոգով կրամ իրանց կողքը կայնեմ հենց հեկուց։ Չես կարա իշխան։ Հենց կմի թո արդեն լուծում տան, եթե ես հեկուց 2,000 հոգով իրանց կողը չկայնեմ։ Սկիզբ ևոք 4 գյուղ այդքան չէ, ցավրտոնը։ Ախպերս տո թակել եմ գյուղի վրա, նա ախպեր, վա։ Ինչ գյուղով անդրությունը, համայնքից էլ ընկեր, Աղրամյան համայնքից 1200-ից 1500-300 հոգի կա ախպեր։ Այսինքն վաղը քեզ 2 սպինդեր եմ ուղարկում կամ 2 սպինդեր մարդ ուղարկես։ Չէ, ախպերս, եթե իմ հարցերին լուծում չի տվածվում, ընկեր։ Ասենք Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։ Ես իմ ավտոյով եմ գալու, ախպեր, ոչ մի ավտոբուսով չեմ գալու։ Հետո Գալիս ես դու։ նա ճիշտ պայմանով։ Արա դե արա չենք հանում ախպեր, ես շիվեկալ լափել եմ քեզ կբան չեմ տվել ախպեր, բայց հիմա այսօր ինձ զանգե կանչել է Վարդանը։ Եկին Հասնիկյան, դες չեմ ասի, որ դու գիտեմ եկա ժամանակ չեք կարա կայնեք, վաղը մեծ հանրահավաքն է եւ չեմ ուզում զավարվեմ էլի հեռախոսով։ Ձեր տղաներից չէ, Երևան Հանրապետության հրապարակն ենք, մեքենայով տանում ենք, մենք բերում ենք։ Դուք քանի հոգի եք։ Դե ես Արամը։ Հա, ուզես հարևաններին այնտեղ չեն երևա, բայց քանակը կլծվեն էլի։ Ախր շատ ամխիթարենք, ասեք Դե ավելի լավ։ Այն հիվանդ տղան չէ, բայց այն քույրերը հա։ Երջանիկ, իսկ որ մի հատ այդ նորային դու ասես, գիտես խի։ Ինքը ասեց գոնե սնունդ տան էլի։ Ես բան չունեմ ասել։ Դու ուզում ես Գիչ ուշ նորային ես զանգեմ քեզ, բայց նորային փոխած խոսամ հետը։ Համել գիտի որ կամ չգիտեմ որ նախընտրական աշխարհին ոչ մի բարեգործական բան չի իրականացում։ Կտանենք կպարկասեն, այդպես բան մենք չենք անում էլի։ Բայց այդ քննեմ ընկերներից օքեյ կապ չունենք քաղաքականության, իհաց կաջակցեն սրանք։ Երկու շաբաթվա մեջ իրան օգնությունը կգա։ Էլի։ Հա, այո, նայ ոչ իրան, նայ քեզի։ Դե նայ։ Հա, պարենի փոխած։ Հա, մեկ դե ինձ էլ է ուրեմն այդ ցուցակումը ցնում։ Ես հիմա գնում եմ իրան։ Դե ֆոկեմերան եմ իշտ ցավը տալեմ։ Իգին այդաջան չեմ ուզում հեռասով ծավալվեն։ Վաղը բան ունենք, հանդիպում ունենք Երևանում։ Ձեր հավաքելինի ժամը 2-ին գնալու ենք 6-ից կեսբան գյուղն ենք կլնելու։ Բայց ինչ հանդիպում է, Երջոր։ Հանդիպում չի, հանրահավաք է։ Եկամ հանրահավաքի ինչ անեմ։ Ընդհանրապես կողքը լինենք, դու գիտես ինչ համար եմ ասում։ Հա, հասկանում եմ, բայց դե դրանից ինչ օգուտ, Երջոր ջան։ Օգուտը լինելա հունիսից հետո ցավը տանը։ Էշ մի սատկի կարուն գա, հա։ Դե լավա քո ներկայացան ենք, պայմանավորվել որ հունիսից հետո գնալու ենք իր մոտ, ինքն ինչ պետք է կամար անելու է։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Քարոզարշավի 5-րդ օրը կուսակցություններն ու դաշինքները շփվում են քաղաքացիների հետ, ներկայացնում ծրագրեր, խոստանում ինչ են փոխելու ընտրվելու դեպքում։ Նոր ուժ կուսակցության առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը ընդդիմափոխությունը։ Հայկ Մարությանը շրջել է քաղաքում շփվել քաղաքացիների հետ։ Ժպտում ենք։ Հա ժպտացեք։ Վարչապետը նույնը մնա չէ։ Գնացեք ընտրության։ Գնալու եք ընտրության։ Ես հաստատ եկող։ Մենք դուզ ենք ընտրում։ Լավ եք։ Սաղը տան։ Նորոշ կուսակցությունը համար 5-ն ենք։ Մենք համար 5-ն ենք։ Նորոշ կուսակցություն։ Վայ, Պոլիտեխնիկ եք, չէ՞։ այո, ճիշտ եք։ Ես եմ սրտան սամ, որ ցես հանեցին քաղաքապետը։ Ուզե որ միշտ դուք թող հաղթի բարի։ Այդ մենակ դիզայնը կախմաշով։ Հայկ Մարության, համար 5, կառուցենք կարգին երկիր։ Քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավը սկսել է Երևանից, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու ներկայացրել ծրագրերը։ Քարտեզ ունեք, բացադուրը։ Հայոց թագավոր, շնորհակալ եմ։ Հպարտ եմ, որ ապրում եմ խաղաղ երկրում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Մի րոպե գնանք այդ մարկանց քարտեզը։ Մի րոպե դուռը բացեք, էլի գալիս ենք։ Երեխեք կան բայց ուրեմն երեխեքին կան ու կեն երեխեքին Քվեարկեք համար 2-ի օգտին, 2 դնելով մյուս ուժերին։ Այս հայտարարություններով է շարունակել քարոզարշավը, բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Թիմը շրջել է քաղաքում, փակցրել պաստառներ, ներկայացրել ծրագրեր։ Քվեարկեք բոլորին դեմ եմ։ Թող բոլորը մնան նույն դասարանում։ Մղայդին բան ասում։ Հայաստանի շնորհապետական կուսակցության քարոզարշավի հերթական շրջագայությունը Շենգավիթ վարչական շրջանում էր։ Թիմը շրջել է թաղամասի փողոցներով, տեղում ծանոթացել խնդիրներին, ներկայացրել զարգացման տեսլականը։ Բազմաթիվ խնդիրներով առաջի հիմնական հարցը դա արդարության պակասն է, սակավությունը եւ այդպես էլ արդարությունը չվերականգնվեց Հայաստանի Հանրապետությունում, ակնկալիքներ կային, ցանկություններ եւ երազանքներ կային, որ չիրականացան։ Սոցիալական խնդիրներն են բազմաթիվ շատ, աշխատատեղերի հարցն է, անընդհատ գահավիժող եւ արժեզրկվող դրամը, գնողունակություն են կնող հարցերը ահռելի են եւ ցավ ենք ապրում, որ վերջին 8 տարիների ընթացքում աղետի եզրին հասցրած Հայաստանը մեծ ցածկերով առաջ չգնաց ու խնդիրների մեծ մասը մնացել է։ Հանուն Հայաստանի բարօրության կարգախոսով քվեաթերթիկում 9-րդ համարի ներքո է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը։ Դեռ ակտիվ քարոզարշավը չեն սկսել, բայց լրատվամիջոցների հետ զրույցում կուսակցության վարչապետի տեխնացու ընտրական ցուցակի առաջին համար Արտակ Սարգսյանը ներկայացնելով ծրագրի կարևոր կետերը նշել է, որ առաջինը մարդկանց հարկային բեռն ընդհանրապես հանելն է։ Խոսք են տալիս, որ Հայաստանը կլինի առանց գույքահարկի եւ անվճար քաղաքային տրանսպորտով։ Երկրորդ կետը անվտանգային նոր համակարգի ստեղծումն է, իրենք 44-օրյա պատերազմից առաջել էին առաջարկել վարձու բանակներ դնել Հայաստանում։ Երրորդն ինքնիշխան տարածքի վերականգնումն է։ Ուզում են 3 տարում Հայաստանը դարձնել ազատ տնտեսական գոտի, Կովկասի Դուբայ։ Ամենակարևորը իշխանությունն իսկապես պետք է պատկանի ժողովրդին, դրա համար հստակ լծակներ են առաջարկում։ Հունիսի 7-ին ընտրիր համար 7-ին կոչով է շարունակվել Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը։ Մի շարք համայնքներում Գագիկ Ծառուկյանը շփվել է քաղաքացիների հետ, լսել նրանց ու ներկայացրել իր ծրագրերը։ Մենք Հիսուսի արձանել մի հատ կարու եկեք։ Դուք որը որոշեք ծառաբեռնված եք։ Դուք պետք է ոչ մի ուզում եք ես էլ ընդեղ լինեմ։ Հա, անպայման։ Իրար հետ կբարձանանք, մի քար կդնենք, դեղել մի կտոր աղված իրար հետ կիսենք։ Շնորհակալ եմ հյուրասիրության համար։ Միշտ ուրախ առիթներով հանդիպենք, եղբայր ջան։ Ես գնամ արդեն սպասում եմ։
Լուսավոր Հայաստան կուսակցությունն այսօր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց է քարոզարշավ իրականացրել։ Կուսակցության նախագահ Էդմոն Մանուկյանի խոսքով մարդկանց տուգանելը կարծես պլանավորված է։ Պետությունը քաղաքացու կողքին չէ, իսկ քաղաքացին իր խոսքով տուգանքի մատերիալ է։ Շարունակում է մարդը մնալ տուգանքի մատերիալ, մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում են, գույքը խլում են, եւ պետություն չկա, որ այդ մարդուն պաշտպանի։ Պետություն չկա, որ իր քաղաքացու կողքը կանգնի։ Եվ ես դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու եւ փոխելու այս ամեն ինչը։ Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածուն է հայտարարել քաղաքացիների հետ հանդիպմանը։ Արման Թաթոյանի մարզային այցերը շարունակվում են։ Նենց պետք է անենք, որ մեր ջահելները մնան մեր մարզերում, Հայաստանում առհասարակ մնան, չգնան։ Մենք դրա համար ինչ պիտի տանք մեր ջահելներին, կրթություն, ապահով կյանք ամենակարևորը անվտանգություն, կրթություն, աշխատանք ամենակարևորներից են եւ կրթությունը պետք է վտանգություն, կրթություն, աշխատանք ամենակարևորներից են եւ կրթությունը պետք է նենց լինի, որ ծնողի վրա էլ բեր։ Մենք նենց ենք մշակել, որ ծնողի վրա բեր չընկնի ու այս ծրագրերը մենք ինքներս մեզանով ենք նաև անցել այս ճանապարհը, որ այս ծրագրերը մշակել ենք, թե ուսանողների, թե դպրոցների հետ կապված։ Մենք ունենք ծրագրեր առողջապահական բժշկության, առողջապահական բնագավառի, տարբեր մյուսերի բնագավառում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Կողմերը քննարկել են Իրանի հարցը եւ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնման ուղղված շարունակական ջանքերը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ջրային ուղիներում նավագնացության պաշտպանության ծրագրերի շուրջ 40 երկրի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին եւ նրա ֆրանսիացի գործընկեր Քեթրին Ոտրենը մայիսի 12-ին կհամանախագահեն կոալիցիոն գործընկերների նիստը։ Նրանք կներկայացնեն ռազմական ներդրումները, որոնք կարող են կատարվել պատերազմի ավարտից հետո նեղուցը պաշտպանելու առաքելության շրջանակում։ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկի համար այլընտրանք գոյություն չունի եւ որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում։ Ղալիբաֆը հավելել է, որ որքան երկար ԱՄՆ-ն ժամանակ ձգի, այնքան ավելի բարձր գին կվճարեն դրա համար ամերիկացի հարկատուները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ԱՄՆ-ին է ուղարկել հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պատասխան առաջարկն անընդունելի է որակել։ Ըստ իրանական ԶԼՄ-ների առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները այսօր գիշերը ավիահարված են հասցրել Լիբանանի հարավային Կֆար Դունին բնակավայրում գտնվող բնակելի շինությանը, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, եւս 7-ը վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Եվս 3 զոհ է գրանցվել Լիբանանի հարավում գտնվող այլ շրջաններում։ Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 4 բնակավայրերի բնակիչներին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2869-ի, իսկ վիրավորներինը 8730-ի։ Ռուսաստանն ինքն է որոշել դադարեցնել մասնակի հրադադարը, որը պահպանվում էր մի քանի օր։ Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ, հայտնել է Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով ռազմաճակատում էլ ավելի քան 80 ավիառումբ է կիրառվել եւ գրանցվել է ավելի քան 30 ավիացիոն հարված։ Նախագահը տեղեկացրել է, որ վնասվել են էներգետիկ օբյեկտները, բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ, հարված է եղել նաեւ երկաթուղուն, որի հետևանքով կան վիրավորներ։
դրներ։ Զելենսկին նաև նշել է, որ ցավոք կան նաև զոհեր եւ որ Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը։ Նա կրկին կոչ է արել ակտիվացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին։ Շիո III-ն արդեն պաշտոնապես հանդիսանում է Վրաստանի պատրիարքը։ Մցխեթայի Սվետից Խոֆելի տաճարում առավոտից ընթացել է համայն Վրաստանի նոր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն Մայր տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ Սինոդի 39 անդամներ քվեարկել են նոր պատրիարքի օգտին։ 57-ամյա Շիո Սրբազանը, ով մարտի 17-ին վախճանված Իլիա II պատրիարքի տեղապահն էր, ստացել է 22 ձայն եւ ընտրվել է նոր պատրիարք։ Նիդերլանդների Նեյմեգեն քաղաքի Ռադբաուտ բուժկենտրոնի 12 աշխատակիցների 6 շաբաթյա կարանտին են ուղարկել հանտավիրուսով վարակված հիվանդի հետ աշխատելիս կանոնակարգը խախտելու համար։ Հիվանդանոցի տվյալներով հիվանդը, որն ընդունվել էր մայիսի 7-ին եւ MV Handius զբոսանավի ուղևոր էր, որտեղ ավելի վաղ գրանցվել է վիրուսի բռնկում։ Ապրիլին Նիդերլանդների դրոշի ներքո նավարկող MV Handius նավը դուրս է եկել Արգենտինայի Ուշայա քաղաքից, ուղևորվելով դեպի Կանարյան կղզիներ։ Նավում գտնվում էր շուրջ 150 մարդ, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ։ Վիրուսի հետևանքով մահացել է Նիդերլանդցի 1 զույգ եւ Գերմանիայի 1 կին քաղաքացի։ Մայիսի 10-ին Տեներիֆեում սկսվել է MV Handius նավից ուղևորների տարհանումը։ Ապ դուրս եկած բոլոր զբոսաշրջիկներն անցել են վիրուսի արկայության հետազոտություն։ Միայն այս տեսակի հանտավիրուսն է փոխանցվում մարդուց մարդուն։ Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս շտամը տարածված է Լատինական Ամերիկայում, այդ թվում Արգենտինայում, որտեղից էլ սկսվել է ծովային ճամփորդությունը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ դեմքի կրծքավանդակի, որովայնի եւ զույգվերին վերջույթների շրջանում 2-3 աստիճան, մոտավորապես 20% մարմնի մակերեսի այրվածքներ ախտորոշմամբ այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 5 տարեկան երեխա։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ ժամը 19:30-ի սահմաններում երեխան տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել եւ հրկիզել, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին, նա ձերբակալվել է, մանրամասները տեսանյութում։ Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ՎԱԶ 2121 մագնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում, կենթանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Եվ հանրապետության տարածքում մինչև մայիսի 16-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 շով։ Այսքանն էինք նախատեսել այս թողարկման համար, հաջողություն։